Ողջույն բարեկամներ, թեև ամերիկացիներն արդեն նշել են Սուրբ Ծնունդը, այնուամենայնիվ տոնական տրամադրությունը շարունակվում է մարդկանց նախապատրաստելով գալիք տարվան։ Առաջարկում եմ տեղափոխվել Ալբաքըրքի և տեսնել, թե այնտեղ ինչ են անում չվաճառված եղևնիների հետ։ Չնայած նրան, որ այս տարվա դրամահավաքին Ալբաքըրքիի սկաուտները բավականաչափ գումար չաշխատեցին, նրանք որոշեցին նվիրաբերել չվաճառված տոնածառները։ Թրուփ 409 ամեն տարի դրամահավաք է կազմակերպում այս շրջանում։ Անցյալ տարի այն չկայացավ տարածքի վերանորոգման պատճառով։ Նիկ Բիվենի խոսքերով ինքը սա փորձառության համար է անում եւ շատ ուրախ է, որ այս ամենի մասն է կազմում։ Սկաուտների ղեկավարի համոզմամբ տղաները բավականություն են ստանում աշխատանքից եւ ահագին նոր հմտություններ են ձեռք բերում հաճախորդների սպասարկման, վաճառքի ու առհասարակ բիզնեսի մասին։ Իսկ ահա Ֆլորիդայում գնդապետը արագությունը գերազանցող վարորդների համար յուրօրինակ տոնական տուգանք է պատրաստել։ Գրինչի հանդերձանքով գնդապետ Լու Կապուտոն արագությունը գերազանցող վարորդներին տուգանքի փոխարեն սոխ է փոխանցում։ Գնդապետի խոսքերով տարեվերջի տոների առթիվ մի փոքր հումորն ու ներողամտությունը բարձրացնում է մարդկանց տրամադրությունը։ Այս քայլը խախտում իրականացրած վարորդներին Ֆլորիդայում ուրախություն եւ ժպիտ է պարգևում։ Նաեւ մեղմում է նրանց լարվածությունը։ Դպրոցների մերձակա տարածքներում իրականացվող այս անակնկալ էքսպերիմենտը իսկապես անակնկալի է բերում վարորդներին։ Մտահղացման ոգեշնչման աղբյուր է հանդիսանում մանկական գրքերի հեղինակ դոկտոր Սեուսի կերտած գեղարվեստական կերպարը։ Գնդապետ Կապուտոն եւ նրա գործընկերները արդեն 15 տարի է ինչ օգտագործում են Գրինչի կերպարը Սուրբ Ծննդյան եւ Ամանորի տոներին։ Այն վարորդները, ովքեր արագությունը շատ չեն գերազանցում, ունենում են երկու ընտրություն՝ վճարել տուգանքը կամ Գրինչից սոխ ընդունել։ Իսկ բոլոր նրանք, ովքեր մեքենան նախատեսվածից չափից ավելի մեծ արագությամբ են վարում, ստիպված են ամբողջությամբ մուծել իրենց ներկայացված խոշոր տուգանքը։ Տեղափոխվենք մեկ այլ ոստիկանական բաժանմունք, որտեղ վերջերս տեղի ունեցավ տատիկ ոստիկանների երթմնակալության արարողությունը։ Չարլստոնի հատուկ ոստիկանական բաժանմունքի տատիկ ոստիկանները ոչ ոքի չեն ձերբակալում կամ տուգանում, բայց սա միտված չէ խրախուսելու օրինազանցությունը, քանի որ նրանք արդեն գործի են անցել։ Քերեն Սմիթի խոսքերով, երբ իրենց որևէ հանձնարարություն է տրվում, նրանք դրան միանգամայն լրջությամբ են վերաբերվում։ Այս տատիկ ոստիկանների առաքելությունը գրկախառնություն ու սեր սփռելն է, քանի որ դրա կարիքն ունեն բոլորը։ Նրանց խոսքերով հատկապես այն օրերին, երբ մի փոքր տխուր կամ մենակ եք լինում, լավ է գրկել ինչ-որ մեկին, ու որ նա նույնպես գրկի ձեզ։ Ոստիկանական նոր բաժանմունքի 11 տատիկները գիտեն ինչպես սիրել, քանի որ նրանցից յուրաքանչյուրը կյանքի ընթացքում ենթարկվել է ընտանեկան կամ այլ տիպի բռնության։ Կենսուրախ եւ շփվող տատիկները գիտեն ինչպես ուրախանալ եւ բինգո խաղալ։ Ծրագրի տնօրենը շնորհակալ է Չարլստոնի ոստիկանությանը այս բաժանմունքը ստեղծելու համար։ Իսկ քաղաքի բնակիչներին էլ խորհուրդ է տրվում տատիկներին տեսնելիս կանգ առնել, մի կողմ դնել հեռախոսները եւ պատրաստվել գրկախառնության։ Ինչեր ասես, որ չես տեսնի Սուրբ Ծննդյան եւ Ամանորի տոներին։ Հարավային Կորեայում օրինակ հնարավոր է հանդիպել մեծ ակվարիումում ձկների հետ լողացող ձմեռ պապերի։ Հարավային Կորեայի Գոանգ քաղաքում Սանտա Կլաուսի հագուստով արհեստավարժ լողորդները Հանուա Ակվապլանեթում տեղակայված մեծ ակվարիումի մեջ լողում են ձկների հետ, պարգևելով այցելուներին բարձր տոնական տրամադրություն։ Յուրաքանչյուր տարի այս ջրաշխարհ են ժամանում բազմաթիվ այցելուներ աշխարհի տարբեր անկյուններից։ Սանտայի հագուստով տոնական տրամադրություն ապահովող այս 3 լողորդներից երկուսը ստորջրյա պարերի մասնագետներ են։ Նրանք հատուկ հրավիրվել են Ուկրաինայից ստորջրյա շոու ծրագրի համար։ Բարեկամներ, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Ձեզ ուրախ տոներ եմ մաղթում, ձեզ հետ էր Ստելլա Գրիգորյանը, կհանդիպենք։